Louis Vuitton այս հանրաճանաչ լյուքս դասի բրենդի անունը լսելիս ոչ մեկի մտքով չի էլ անցնի ինչպիսի դաժան, բայց միևնույն ժամանակ ոգեշնչող պատմություն է ունեցել այն։ Պատրաստվեք զգալ էմոցիաների մի ամբողջ սպեկտր եւ գնացինք բացահայտելու այդ պատմությունը։ Բրենդի հիմնադիր Louis Vuitton-ը ծնվել է 1821 թվականին Ֆրանսիայի գյուղերից մեկում։ Վաղ տարիքում կորստում է ծնողների եւ 14 տարեկանում որոշում տեղափոխվել մայրաքաղաք։ Հեռավորությունը կազմում էր մոտավորապես 470 կիլոմետր։ Չունենալով գումար, նա այդ ճանապարհը անցնում է ոտքով։ Փարիզ նա հասնում է միայն 2 տարի անց, քանի որ ճանապարհին օթևան էր փնտրում տարբեր վայրերում եւ կատարում տարատեսակ աշխատանք գումար վաստակելու նպատակով։ Փարիզում Louis Vuitton-ը գրեթե միանգամից անցնում է աշխատանքի ճամպրուկներ արտադրող արհեստանոցում, որտեղ աշխատում է 17 տարի։ 1854 թվականին նա բացում է իր սեփական արհեստանոցը։ Ապահով փաթեթավորում է նույնիսկ ամենափխրուն իրերը։ Մասնագիտացված է նորաձևության փաթեթավորման հարցում։ Այսպիսի խոսքեր էին գրված արհեստանոցի դրան ցուցանակի վրա։ Louis Vuitton-ը չէր ցանկանում լինել քաղաքի հարյուրավոր արհեստավորներից մեկը։ Նրա նպատակն էր ստեղծել նոր եւ հեղաշրջող ինչ-որ իր, որի շնորհիվ կգրավեր բոլոր զբոսաշրջիկների սրտերը։ Եվ դա նրան հաջողվում է։